Ողջույն ծովափնյա բարձրակարգ ու բարձրորակ հանգիստը նախընտրող հայերին ու ոչ միայն հայերին։ Ողջույն բոլորին։ Մենք շարունակում ենք գտնվել Ալբանիայում, Սարանդա քաղաքում եւ այսօր կբացահայտենք, որ հյուրանոցը Այսօր բացահայտում ենք Ներձիլի հյուրանոցը։ գնացինք։ Let's go։ Տիրանը 70-ականից դեպի հյուրանոց ընկած հեռավորությունը կազմում է մոտավորապես 250 կիլոմետր, իսկ տևողությունը 3 ժամից մի փոքր ավել։ Հյուրանոցը գտնվում է Սարանդա քաղաքում, գեղեցիկ եւ լազորե Իոնյան ծովի ափի առաջին գծում։ Հյուրանոցի մոտակայքում կան ռեստորաններ, խանութներ, տեսարժան վայրեր։ Հյուրանոցը ունի լողավազան, բայց ունի մարզասրահ, որն անվճար է։ Այժմ ցույց տանք ձեզ Ներտիլի հյուրանոցի ստանդարտ դաբլ սենյակը։ անցնենք ներս։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից ձախ այստեղ մեզ մոտ լոգարանն է, ինչպես տեսնում եք, մաքուր, գեղեցիկ, կահավորված, հետաքրքիր ձևով կարող եմ ասել, գույնային առումով, մեծ հայլի ֆենը միջին հզորությամբ, այստեղ տեսնում եք տրամադրում են ատամի մածուկ իր խոզանակներով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն են, տրոպիկական, լոգարանի դիմաց լոֆտ տարբերակով զգեստապահարանն է, Փախիչներ, հավաքյալ ծածկոց էստեղ կա, ներքևում սրբիչներն են եւ կողքը հողաթափերը։ ամենաներքևում նաև կա սեյֆ, Ահա, փոքր չերևում։ ննջարանի հատվածը այստեղ ունենք Դեկորացիա գեղեցիկ։ այո, իրոք գեղեցիկ, հայլի, բաժակներ, ներքևում սառնարանն է, դաբլ համար է նախատեսված երկու անձի համար, այստեղ կա king size մահճակ կար, ինչպես տեսնում եք, Գեղեցիկ ձևավորել է։ գեղեցիկ բանցիկ, նկարներ եւ ժողովուրդ։ Ամենակարևորը Տեսարանը։ աննկարագրելի գեղեցիկ, Երկու կողմից այո, երկու կողմից բացվող դռնով եւ աննկարագրելի գեղեցիկ տեսարանով դեպի Իոնյան ծովը եւ ասենք, որ Իոնյան ծովը իր տեսակով էլ ավելի մաքուր է համեմատած Ադրիատիկի եւ մնացած այլ ծովերի։ Երկու աթոռներ, սեղան, փոխրաման։ Փոքրիկ պատասխան։ Եվ այո, թերևս այսքանը։ Եվ եւս մեկ ստանդարտ համար այս անգամ տեսարան դեպի ծովը դարձել, բայց այն կիսով չափ է երևում, մասամբ է երևում։ Ահա այստեղ տեսնում են ջերուցումը, հողացումը կարգավորող վահանակը։ Այո, մուտքի անմիջապես մոտ, աջ կողմով այո, մտնում լոգասենյակ։ Սա ավելի բաց գույների մեջ է, մի քիչ տարբերվում է, գունային առումով, լվացարանը ինչպես տեսնում եք դարձյալ կոսմետիկ պարագաներ կան ատամի մածուկ խոզանակներով, այստեղ օջախ, շամպույն, մարմնի գել, ֆենը, որի հզորությունը մենք ստուգել ենք, զուգարանը, պուպուշ, եւ սովորական ցնցողը տրոպիկական ցնցողով։ Այստեղ ամեն ինչ մաքուր է, դարձյալ։ Չհեշտում եմ Ալբանիայի հյուրանոցներում մաքրությանը հետևում են առանձնահատուկ ձևով, աղջիկներով, հավելյալ ծածկոց, ներքևում սրբիչներ դարձյալ, այնտեղ տեսնում ենք սեյֆը, հողաթափեր, անցնենք առաջ, սառնարանը, որը դատարկ է լինում, հայլին, գեղեցիկ դարձյալ դիզայնով, TV դիմաց king size մահճակալն է դարձել երկու անձի համար է նախատեսված։ Եվ ցույց տանք պատշգամբը, որը նույն չափի է։ Պարզապես այստեղից կիսով չափ է երևում ծովը, որը դարձյալ գեղեցիկ է եւ քաղաքի այս հատվածն է երևում հյուրանոցներ, բնակելի շենքեր եւ մնացած ամեն ինչ։ Ցույց տամ ձեզ եւս մեկ այլ տեսարանով ստանդարտ դաբլ համար, որը նայում է դարձյալ դեպի քաղաքին եւ այս անգամ արդեն մյուս հատվածից է երևում ծովը կիսով չափ անցնենք ներս։ Այստեղ մուտքից ձախ լոգարանն է, դարձյալ նույն կոսմետիկ պարագաներով, միջոցներով, լոգախցիկը, տրոպիկական ցնցողով, սովորական ցնցողով։ Հյուրերի գալու հետ մեկտեղ բերում են ատամի մածուկ իր խոզանակով անպայման կարող եք պահանջել, եթե մնաք այս հյուրանոցում։ Այստեղ
Կախիչներն են հավելյալ բարձրացկոցը, փիչներ, հողաթափեր, սեյֆ, բոլոր այդ առաջին անհրաժեշտ պարագաները տալիս են։ Այստեղ սառնարանը, որը դատարկ է գիտեք, գեղեցիկ հայելի դարձյալ նույն կահավորանք ունի, king size մահճակալ, նկարներ, TV-ն, ասեմ, որ անկողնային պարագաները, անկողին առհասարակ, ընդհանուր մաքուր է, դարձյալ, ոչ մի խնդիր չեմ տեսնում ես, դուրս գանք պատշգամբը դարձյալ նույն կառուցվածք ունի, երկու աթոռի սեղանով, երևում է քաղաքի այս հատված այստեղից, այս շենքերը բնակելի և տեսարան դեպի Իոնյան ծովը, բայց կիսով չափ։ Շարունակում ենք հիմա տեսնենք դարձյալ ստանդարտ double համար, բայց այս անգամ back view։ Գնացինք։ Ահա իմ առջևում լոգա սենյակն է, անցնում ենք առաջ, տեսնում ենք գեղեցիկ հայելին, ոչ շատ մեծ չափսերով։ Ֆեն հզորությունը ստուգել ենք, խնամքի կոսմետիկ միջոցները տեսնում ենք այստեղ դրված։ Լվացարանը մաքուր, կոկիկ, կարիք չկա ինձ անդադ կրկնելու, որ մաքրությանը հետևում են, լոգախցիկը տրոպիկական ու սովորական ցնցուղով։ Այստեղ կա փոքրիկ պատուհան, լոգախցիկի մոտ և անցնենք առաջ դեպի ննջասենյակ։ Ննջասենյակում կա king size մահճակալ։ Այս սենյակը մի քիչ տարբերվում է դիզայնով մնացած ստանդարտ double սենյակներից։ Կրկին վերևում կան երկու նկար գեղեցիկ։ Տեսնում ենք loft տարբերակով զգեստապահարանը։ Կախիչներն են դրված, հավելյալ ծածկոց կա վերևում, ներքևում սրբիչներն են, ահա այս կողմում սեյֆը և հողաթափերը։ Մահճակալի դիմաց TV հատվածն է, ներքևում սառնարանը, որ այս պահին դատարկ է, ահա տեսնում են գեղեցիկ հայելի կրկին, բաժակներ կան այստեղ դրված, բավականին մաքուր, ես անգամ փոշի չտեսա այստեղ և տեսնում ենք տեսարանը, առանց պատշգամբ է, ֆրանսիական պատշգամբ է սա, տեսարանը back view-ով։ Հիմա անցնենք առաջ և տեսնենք junior suite սենյակը ինչ տեսք ունի։ Գնացինք։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք և համարը բավականին մեծ է, կարելի է ասել, ընդհանրակ, գեղեցիկ, հարմարավետ, ազատ շունչը բացվում է այս համարում կարող ենք ասել։ Այս հատվածում TV հատվածն է, որտեղ կա այսպես հետաքրքիր սեղան կամ չգիտեմ։ Սեղան։ Ոչ ինչ կարելի ասել, դարակներ չունի։ Ներքևում սառնարանն ենք տեսնում։ Այո։ Աթոռ, որի վրա կարելի է նստել։ Գեղեցիկ աթոռ։ Հայելին։ Գեղեցիկ դեկորացիա կրկին։ Այո, հայելին։ Համարը նախատեսված է քանի հոգու համար։ Համարը նախատեսված է 3 անձի համար, 2 մեծ, 1 երեխա կամ 3 մեծ։ Շատ լավ։ Այս մահճակալը, սոֆան, այստեղ հացված վիճակի մատն և համարը երկու կողմից ունի ոչ թե պատշգամբ, այլ պատշգամբ դուրս գալու հնարավորություն, ցույց տանք պատշգամբը, այնուհետ ցույց կտանք ձեզ լոգարանը։ Պատշգամբում կա 3 աթոռի սեղանով, side sea view է տվյալ համարը։ Ինչպես նաև երևում է քաղաքի այս տեսարանը կոլորիտային, այսպես գեղեցիկ աստիճաններով, ծաղիկներով։ Սա ևս գեղեցիկ տեսարան է, բացի ծովից ամեն դեպքում։ Անցնենք առաջ, մուտքի մոտ գտնվում է լոֆտ տարբերակով զգեստապահարանը, ստանդարտ նույն ձև կախիչներ, սրբիչներ, հողաթափեր, սեյֆ։ Մելինան հիմա ցույց կտա լոգարանը։ Տեսնում ենք դիզայնը պատերի լրիվ տարբերվում է այս անգամ, հայելին ենք տեսնում, լվացարանը։ Խնամքի կոսմետիկ պարագաներն ենք տեսնում, ահա այստեղ ֆենը, որը հզորությունը ստուգել ենք, այստեղ կա այսպիսի չորանոց, այսպես ասեմ կախիչ, սրբիչների համար նախատեսված, լոգախցիկը տրոպիկական և սովորական ցնցուղով, ստուգենք ցնցուղի մաքրությունը, կան հետքեր արդյոք թե ոչ, մի փոքր տրոպիկական ցնցուղի վրա անցնենք առաջ, Շարժվում ենք առաջ հարգելիներս և ցույց ենք տալի ձեզ այստեղի հերթական սուիթ համարը, ասեմ, որ այն անչափ գեղեցիկ է, չէ՞ Մելինա։ Անչափ, ես շատ հավանեցի։ Ցույց տանք ձեզ նախ մուտքը, նախասրահը, այստեղ ունենք այսպիսի մեծ հայելի, հատակից մինչև առաստաղ ձգվող իրերը դնելու հատված։ Տեսնենք, թե ինչ կա զգեստապահարանի ներսում։
Այստեղ կա կախիչներ, կան ավելի ճիշտ, ներքևում ավելի բարձ ծածկոց, վերևում դարձյալ։ Նույնպես սպիտակ եղենն է հավելադրված։ Ցույց տամ ձեզ լոգարանը, որը անչափ գեղեցիկ է։ Ունական ոճով կարող եմ ասել սպիտակ եւ կապույտ գույների մեջ, այստեղ կա ջակուզի, որտեղ կարող եք պարկել եւ հիանալ, այո, այս ծովի տեսարանով։ Ինչպես նաեւ այստեղ կա տրոպիկական ցնցող լոգախցիկում, սովորական ցնցող, սանտեխնիկա մաքուր է, ոչ մի հետքեր չկան այստեղ։ Հզորությունը նույնն է, բայց մի փոքր ուրիշ ֆեն է այստեղ, այո, լվացարանը դարձյալ մաքուր, կոսմետիկ միջոցներ, ինչպես տեսնում եք։ Այո։ Այստեղ նույնպես կա։ Լոգոթոպեր, սրճիչներ։ Անցնենք առաջ, եւ որտեղ ենք մենք հիմա։ Հիմա գտնվում ենք նախասրահում ու անցնում ենք դեպի ննջասենյակ, որտեղ տեսնում ենք king size մահճակալ։ Համարը դարձել նախատեսված է 3 անձի համար։ Այո, 3 հոգի համար նախատեսված համար է սա։ Տեսնում եք TV-ն, օթորակիչը ներքևում։ Այստեղից նույնպես կա ելք դեպի պատշգամբ, քաղաքի տեսանով եւ side sea view դարձյալ, հիմա դուրս կամ դուրս ցույց տամ ձեզ այն։ Այստեղ կա 2 աթոռիր սեղանով, մոխրամանը անպակաս ծխողների համար եւ side sea view այստեղից կիսով չափ է երևում ծովի տեսարանը, բայց տվյալ համար ունի եւս մեկ առավելություն, դա նրա ինչն է, ֆրանսիական Դա նրա ֆրանսիական պատշգամբն է, որը դարձյալ գեղեցիկ է, ապահով բնականաբար։ Այս հատվածը ապակե պատ է, առաջ չեք կարող գնալ, բայց կարող եք կանգնել այստեղ եւ հիանալ ամբողջական ծովի տեսարանը։ Իոնյան, այո, այս գեղեցիկ ծովի տեսարանով։ Մենք ձեզ ցույց ենք տվել ստանդարտ double համարներ, բայց նրանք ուղղակի կոչվում են double, ոչ թե ստանդարտ double, այսօր ցույց կտանք իսկական ստանդարտ double համարը, անցնենք ներս։ Անցնենք ներս, տեսնենք լոգասենյակը միասին։ Համատաբար մի քիչ Քիփիլիկ է, այո։ Քիփիլիկ է։ Լվացարանն ենք տեսնում, կարևորում։ Լուսավորությամբ դարձյալ։ Այստեղ տեսնում եք լոգախցիկը տրոպիկական եւ սովորական ցնցուղով։ Հարևանությամբ գտնվում է հարևան զուգարանը եւ այստեղ ունենք ֆեն, ատամի մածուկի խոզանակով դարձյալ, գլխի բախիլ եմ ես տեսնում, օճառներ, շամպուն, մարմնի գել։ Անհրաժեշտ բարեկամություն։ Այո։ Այստեղ ննջարանն է, ննջարանը կահավորված այսպիսի փոքր մահճակալով։ Կրկին նույն դիզայնն ենք տեսնում այստեղ գեղեցիկ բանտիկով։ Տեսնում ենք զգեստապահարանը, լոֆտ տարբերակով, կախիչներն է, հավելյալ ծածկոց այստեղ կա ներքևում սրբիչներ եւ օղաթափեր, նաեւ սեյֆն է։ Մահճակալի առջև գտնվում է փոքր TV-ն, վերևում AC-ն, սա կառավարմավահանակն է կոնդիցիոների։ Համարը ունի պատշգամբ երկու կողմից։ Մեկը side sea view է։ Դուրս գամ ցույց տամ ձեզ այն։ Մյուսը Մելինան հիմա ձեզ ցույց կտա։ Մելինան արդեն պատշգամբում է։ Եվ տեսնում ենք Sea view, այո, sea view պատշգամբը։ Աթոռով, սեղանով։ Անցնենք առաջ մյուս համարները դիտելու։ Ստանդարտ double համարը մենք տեսանք, այժմ կտեսնենք ստանդարտ triple համարը։ Տեսնենք ստանդարտ triple համարը, տեսնում եք այստեղ king size մահճակալը եւ առանձին մահճակալը։ Մուտքի առջև գտնվում է լոգարանը։ Տեսնում եք լոգախցիկն առանձին, իր ցնցողներով երկու տրոպիկական սովորական, լվացարանը հայելիով, խնամքի կոսմետիկ միջոցներով, այստեղ տեսնում ենք ատամի խոզանակը, մածուկը, շամպունն է, ոճառը։ Այստեղ TV-ն է։ Ինչպես տեսնում եք, վերևում ծածկոց, տաք, այսպիսի լավ տաք ծածկոց կարող եմ ասել, դարձյալ ծածկոց, կախիչներ, սառնարա, օղաթափեր, սրբիչներ եւ սեյֆ։ AC-ն, համարը sea view է եւ դուրս գանք պատշգամբ, որտեղ կա 2 աթոռիր սեղանով, ինչպես նաեւ տեսարան դեպի Իոնյան ծովը։ Հարևանների հետ նաև կարող եք խոսել, զրուցել։ Որովհետեւ բոլորը շատ ընկերասեր են։ Ընկերասեր են, այո, այստեղի հանգստացողները եւ այստեղի բնակիչները առհասարակ այս քաղաքի։ Ահա տեսնում եք Ներծիլի հյուրանոցի առաջին ռեստորանը, որտեղ մատուցվում է նախաճաշը եւ ճաշը։ Բացի այս ռեստորանից կա նաեւ ալակարտ ռեստորան, որտեղ հավելավճարով կարող եք սնվել։
Հյուրանոց ունի նաև անհատական լողապ, որին կարող եք հասնել կամ մոտենալ այս աստիճաններով իջնելով եւ ինչպես նաև մյուս հատվածից դիք հատվածն է, քայլելով կարող եք մոտենալ դեպի լողապ, լողալ ծովում եւ վայելել ձեր հանգիստը։ Լողապը պատված է քարերով, ավազ չկա այստեղ, կան քարեր, ինչպես նաև կան հարմարավետ տապչաններ եւ ընդհանուր մեծ հովանոցներ, որոնք որ ձեզ կպաշտպանեն արևից։ Իսկ դեպի ծով կարող եք մուտք գործել աստիճանների միջոցով իջնել ծով, ծովը պատված է խոշոր մեծ քարերով, կարող եմ ասել, բայց այդքան վտանգավոր չեն, կարող եք հանգիստ լողալ այստեղ։ Ինչպես նաև կա մուտք, ավազե մուտք, ոչ շատ մանր ավազով, բայց կա նաև ավազե մուտք եւ թերևս այսքանը։ Երկու կողմից ունի աստիճան լողապը դեպի ծով իջնելու եւ մեկ ավազե մուտք։